Բարի երեկո, սիրելի ունկնդիր։ Այսօր մեր 7-րդ հաղորդումն է։ Երբ առաջին անգամ որոշեցի սկսել այս հաղորդաշարը, անկեղծ ասած, չէի պատկերացնում, թե ինչ ապրումներ է ինձ տալու։ Այն ծնվեց Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի մի խումբ աշակերտների նախաձեռնությամբ։ Նրանց նախագիծը ինձ էլ ստիպեց նորից վերընթերցելու այն վեպերը, որոնց մասին խոսեցինք այս թողարկումներում։ Մենք միասին մտածեցինք, հարցեր առաջադրեցինք, միասին փորձեցինք գտնել պատասխանները, եւ ամեն անգամ հասկացա մի բան. երբ ապրում ես գրքի հետ, ապրում ես ավելի խոր, ավելի զգայուն, ավելի կիրթ։ Այս վերջին թողարկումը ես ուզում եմ դարձնել ոչ թե վերլուծություն, այլ մի փոքր հոգևոր խոսք կիրթ մարդու մասին։ Կիրթ մարդը միայն գիտելիքով զինված մարդը չէ։ Մենք սովոր ենք կարծել, թե կիրթ լինելը առաջին հերթին կրթված լինելն է։ Այո, գիտելիքը կարևոր է, բայց կիրթ մարդը միայն գիտելիք ունեցող մարդը չէ։ Կիրթ մարդը ունի մի քանի շատ կարևոր կարողություն։ Նա բարեկիրթ է, որովհետև գիտի իր խոսքի արժեքը։ Նա զգում է, երբ խոսել, երբ լռել, երբ սպասել։ Նա ճանաչում է իր հույզերը, չի վախենում ընդունել, որ երբեմն կարող է սխալվել։ Նա կարողանում է խոսել առանց վիրավորելու, կարողանում է վիճել առանց նսեմացնելու։ Նա ունի հուզական բանականություն, որը հաճախ իրական կրթությունից ավելի խորն է։ Շատ հարաբերություններ, շատ ընկերություններ, անգամ շատ կյանքեր փլուզվում են անզգույշ բառերի պատճառով։ Կիրթ մարդը կարող է չիմանալ աշխարհի բոլոր փաստերը, բայց նա երբեք չի վիրավորի, չի ստորացնի, չի անցնի ուրիշի սահմանից ներս։ Այս 7 թողարկման ընթացքում մենք խոսեցինք տգիտության, աղքատության, անարդարության, բռնության մասին։ Խոսեցինք 19-րդ դարի խավար գյուղերի ու 21-րդ դարի թվային աղմուկի մասին, բայց դրանցից ամենակարևոր հետևությունը նույնն է։ Կիրթ մարդը միշտ լուսավորություն է բերում, անկախ դարից, անկախ համացանցից եւ անկախ երկրից։ Այս հաղորդաշարը ստեղծվեց Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի մի խումբ աշակերտների հետաքրքրությամբ։ Եվ ես անկեղծորեն շնորհակալ եմ նրանց վստահության, զարմանալու կարողության եւ հարց տալու համարձակության համար։ Մենք այս շաբաթների ընթացքում քայլեցինք տարբեր գրքերի միջով, տեսանք տարբեր տարրեր, տարբեր ճակատագրեր եւ ամենտեղ միևնույն եզրին հասանք. կրթությունը մարդ է ձևավորում, իսկ մարդը աշխարհը։ Մեր ուղևորությունը ավարտվում է, բայց այն հարցերը, որ առաջացան այս հաղորդման ընթացքում, շարունակելու են մեզ հետ լինել։ Շնորհակալ եմ, որ այս ամբողջ ընթացքում մեզ հետ էիք։ Մնացեք հետաքրքրվող, մնացեք հարց տվող եւ ամենակարևորը մնացեք կիրթ։